89 թվականից մասնակցել եմ Հայաստանում ազատագրական պայքարի ջոկատների խմբավորման, ստեղծման բոլոր գործողություններին, սկսված զենքի հայթայթումից, զինվորական ջոկատների զինվորական մարտական պատրաստվածության մասնակցումից եւ գաղափարական ունի վրա տնելուց։ Պատերազմ էր սկսվում եւ այլընտրանք չկար, պիտի հաղթեինք, ասում է Անաստաս Ղլեջյանը։ Փողոցի ջոկատներ էին կազմում եւ գնում ճակատ։ 1989-ից Հաբի տղաների հետ պահում էին Իջևանի Սևքար գյուղը, հետո արդեն Հադրութում էին։ 1992 թվականից արդեն Անաստասը կռվում էր Շուշիի առանձնակի գումարտակի տղաների հետ։ Պայքարում էին Շուշին Լաչինը չկորցնելու համար։ Անաստասի պատերազմը ավարտվեց միայն 92-ին, երբ Լաչինի մարտերի ժամանակ վիրավորվում է։ 92 թվականի հոկտեմբերին էլի կոնտուզիա եմ ստացել, որը էլի ազդեցին վրա շատ ուժեղ առողջականից վրա, որի հետևանքով ես մոտավորապես մի 8 ամիս չէի կարող խելքի գալ, լսողական կոնկրետ խնդիրներ ունեի։ Առողջական խնդիրները նկատվել են ժամանակի ընթացքում, հետևողական չի եղել եւ այսօրն ընկել։ Ողնաշարի գրիժան ունեմ, 4-րդ եւ 5-րդ ողերի սարանքի գրիժան տրաքել էր։ Բժշկական ստուգման կարիք ունեի, արել եմ, էլի հնարավորությունս ինչքան ներեց արել եմ, բայց արդեն չեմ կարողանում էլի շարունակեմ, դրա համար ստիպված ընկերներից դիմեցի, որոնք ինձ այսօրվա դրությամբ օգնում են։ Ազատամարտիկը այսօր ապրում է սոցիալական ծանր պայմաններում եւ պետությունից օտարված, ասում է Անաստաս Ղլեջյանը։ Պետությունից օգնություն են ստանում մի քանի հազար դրամ, որն էլ բավարարում է միայն օրվա հացի համար։ Ճարահացյալ դիմել եմ, քանի որ փոքրիկ երեխաներ ունեմ, 2 տղա աղջիկ, դիմել եմ սոցիալ ծառայությանը եւ 10 ամիս ստացել եմ պետության կողմից 18000 դրամ օգնություն։ Կոպիտ ասած Ռուսաստանը թողեցի, եկա որ Հայաստանում հիմնավորվեմ, տեղավորվեմ, աշխատեցի 5-6 ամիս, ու հետո սնմկացա, բարից բուն իմաստով, ստիպված դիմեցի այդ ծառայությանը, որպեսզի ինձ օգնեն, ես չէի աշխատում, կինս չէր աշխատում, ծանր ֆինանսական վիճակի մեջ էի, հետո ստիպված էլի եղբորս օգնությամբ գնացի նորից Ռուսաստան։ Անաստաս Ղլեջյանի առողջական խնդիրները նույնպես արդեն լուծվել են, ծախսերը հոգալու է Դաշնակցության Արևմտյան Ամերիկայի երիտասարդական միությունը։ Երիտասարդների այս նախաձեռնությունը շատ կարևոր է մեր նման մարդկանց համար, ասում է ազատամարտիկը։ Ուրախություն եւ միաժամանակ հպարտություն է զգում, որ հազարավոր կիլոմետրեր այն կողմ ապրող այս երիտասարդները գնահատում են քո անցած ուղին։ Ես մեր երիտասարդներին ցանկանում եմ ոգի, մարտական ոգի, հայրենասիրության ամենաբարձր գագաթնակետին հասնելու համար ճշտապահություն, կարգապահություն եւ շնորհակալություն, այո, իրոք շնորհակալություն եմ հայտնում, արեք տղեր ջան, ձեր արած գործը արդար է։